պետական պարտքի թեման, ես ինչ պատմություններ, ես ինչ է սարքել։ Նախ պետական պարտքի, մի հատ էլ ով է ասել, լսել եմ ասել են, բանը, դեֆոլտ, չգիտեմ ինչ։ Են մի հատ բան կա է, անեկդոտ կա է, որ ասում է, անունդ ինչ է, 1000 ներողություն էլի եմ, ասում է Սպարտակ, ասում է անգերից դու որ թիվ ես, որ։ Հիմա հետո որ դեֆոլտի մասին խոսում է, ուզում եմ ասեմ, որ թիվ ես, որ թիվ ես, կամ Հայաստանում վերջին անգամ երբ ես եղել։ Այսինքն, այս ինչ խելագարության կանխավարգ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան էս կայուն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դրամով պետական պարտատոմսերը միջազգային ներդրողները գալիս են առնում են։ Ճիշտ է, պարոն ֆինանսների նախարար, թե ճիշտ։ Սենց բան երբ ա եղել վերջին անգամ ընդհանրապես։ Պարտքի հետ կապված։ Ուրեմն պարտքը հյուսիս հարավը, որ կառուցվել է, ժողովուրդ, մեր պարտքի թիվը աճել է։ Իրանք այդ թվում խմբակցության ղեկավարի Հայրիկի ժամանակ ստորագրել են, այդ պարտքը ստանձնել են, հյուսիս հարավը չեն ոչ մի գործ չեն արել են են Արտաշատի ձեզ հայտնի կտորը, որը դարել է արբիտրաժ միջազգային, ինչքան բան, թալան, այդ պարտքը կախած ա եղել, գործը չի արված եղել, եւ Հայաստանի Հանրապետությունը դրա համար տուգանքներ վճարելիս ա եղել, որ վարկը ստորագրել է, գործը չի արել։ Հիմա Երևան-Գյումրին պատրաստ է, այդ պարտքը արդեն սկսում է արտահայտվել։ Հյուսիս հարավի Ագարակ քաջարանը մեծ տեմպերով կառուցվում է։ Իրանց ժամանակվա ստորագրած վարկային պարտավորություններն են եւ վարկային պայմանագրերն են։ Եվ այդ պարտքը սկսում է արտահայտվել։ Երկրորդը մայիսի 28-ին ամբիոնից ասցի ցույց տվեցինք։ Եթե պարտքի հետ կապված նենց դուք հեցի պարտքի մասին խոսեք, տարել են հեցի Հայաստանի ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքի բաժնետոմսերի 100%-ը գրավ են դրել, 140, այդ ամբողջը չի, ու պարտք են վերցրել,